Բաց թողնված փաստաթղթի մեջ, որը հայտնաբերվել էր Երևանի նախագահական պալատի գաղտնի բանկում, բացակայում էին որոշակի էջեր։ Հենց այն էջերը, որտեղ նշվում էր 1999 տարին, սեպտեմբերի վերջին ամսվա ընթացքում Վազգեն Սարգսյանի եւ իր մոր Գրետա Սարգսյանի միջև կատարված զրույցների մասին։ Այս փաստաթուղթը, որի վրա դեռևս երևում են հին ծանոթակիցների մատնահետքերը, կարող էր մեկի կյանքին արժանալ։ Գաղտնի ծառայությունների գրառումները, որոնք նկարագրում էին մոր եւ որդու միջև վերջին հանդիպումը, մնացել էին միայն ռազմական բարձրաստիճան պաշտոնյաների հիշողության մեջ, քանզի բնական օրինակները քանդված էին այդ նույն գիշերը։ Գրետան, որը ծնել եւ մեծացրել էր երկու ապագա վարչապետների, գիտեր հենց սկզբից, որ իր որդիների ճակատագիրը կապված էր քաղաքական խաղերի եւ իշխանության սև աշխարհի հետ։ Նա, ով 20-ամյա գիտեր պետական անվտանգության մարդկանց քայլերը, այդ օրը զգացել էր որոշակի անհանգստություն, տան մոտ երևալիս անծանոթ մարդկանց։ Վազգենի մոտեցումից առաջ, երբ նա դեռևս չգիտեր իր որդու հետ զրույցի բովանդակությունը, Գրետեն արդեն իմացել էր քաղաքական իրադարձությունների մասին, որոնք նախատեսում էին ծանր բանակցություններ պարլամենտում։ Մայրը, ով հստակ հասկանում էր իր որդու կարիերայի վտանգավոր բնանգավոր բնույթը, մտահոգվել էր այն ռազմական ծառայողների գործունեությամբ, ովքեր դրսևորում էին անհասանելի հնարավորություններ։ Նրանց մոտ պահպանվում էր գաղտնի տվյալներ վերահսկել նույնիսկ վարչապետի քրտինքի մակարդակը, բարձրագույն թեկնածու բանակցություններից հետո։ Այդ աներկյուղ մարդիկ, ովքեր գիտեին տասնամյակներ շարունակ բոլոր ռազմական եւ քաղաքական գործողությունների մանրամասները, այդ անգամ նույնպես էին տագնապակցված նախագահական բարակ զգացումներով, աստիճանաբար մոտենալով հանրային պարտականությունների կունների կատարմանը։ Բայց արդյոք կարող էր Գրետան նախազգուշացնել իր որդուն այն մասին, ինչ տեսավ սեպտեմբերի այդ երեկոյակին, երբ անծանոթ մարդիկ հետևում էին նրանց տան մոտ, հատկապես այն ժամանակ, երբ Վազգենն արդեն դեռևս հունիսի 11-ին հասել էր իր քաղաքական կարիերայի գագաթին, դառնալով հանրապետության վարչապետը։ Ինչ են թաքցնում այն պահպանված փաստաթղթերը, որոնք երբեք չեն հրապարակվել, եւ ինչու է մայրիկի տագնապը մնացել միայն ընտանիքի անդամների գիտության մեջ։ 1999 տարին, հոկտեմբերի սկզբին, տեսախցիկի առաջ նստած էր մի կին, ով երկար տարիներ չէր խոսել հրապարակայնորեն իր ապրումների մասին։ Գրետա Սարգսյանը, ով մինչ այդ խուսափում էր լրագրողների հետ հանդիպումներից, այդ անգամ համաձայնել էր տալ իր առաջին եւ միակ մեծ հարցազրույցը 1999 տարին, սեպտեմբերի դեպքերից հետո։ Նրա ձայնը դրոշմվում էր եւ պահպանվում ձայնային ժապավենի վրա, իսկ այդ ժապավենը, ինչպես հետագայում պարզվեց, դարձավ վերջին փաստաթուղթը, որտեղ գրանցված էր մայր Գրետայի խոսքը իր որդու մասին։ Հարցազրույցի սկզբում լրագրողը հարցրեց. Գրետա ծանոթակից, ձեր զգացմունքները չափազանց ծանր են, բայց կարծում եմ, որ մենք բոլորս, ովքեր գիտենք ձեր որդու մասին, ուզում ենք իմանալ, ինչ զգացմունքներ ունեցաք ասն այդ հոկտեմբերի 27-ի առավոտյան, երբ լսեցիք նրա մասին լուրերը։ Գրետան լռության մի քանի վայրկյան հետո սկսել էր պատմել այն մասին, թե ինչպես իր որդին վերջին շաբաթվա ընթացքում փոխել էր իր վարքագիծը։ Նա գիշերվա մեջ երազներում բղավում էր, ասել էր մայրը։ Գիտեիր, որ գալիս էր մեծ փոփոխություն։ Նա չգիտեր, բայց նրա ենթագիտակցությունը զգում էր։ Երեկ, երբ նա ինձ հետ խոսեց, ավելացրեց. Մայրիկ, եթե մի օր ես չտեսնես, հիշիր, որ ամեն ինչ արել եմ մեր ժողովրդի համար։ Ես հարցրի. Ինչու ես ինձ այսպիսի բաներ ասում։ Նա ասաց. ուղղակի զգում եմ, որ բոլորը կարծում են, թե ես մոռացել եմ, թե ուր եմ եկել։ Գրետայի դիմային արտահայտությունը փոխվել էր, երբ նա սկսել էր նկարագրել քաղաքական միջավայրը, որտեղ գտնվում էր նրա որդին։ Նրա շրջապատում գործում էին մարդիկ, ովքեր ունեին օտարերկրյա կապեր, ասել էր նա։ Ես չգիտեմ, բայց գիտեմ, որ նրանցից մեկը շատ էր մոտ մեր տան։ Նա հաճախ էր գալիս, բայց ես նկատել էի, որ Վազգենը նրա մասին խոսելիս փոխում էր իր հայացքը։ Լրագրողը փորձել էր պարզել, թե փաստորեն ով էր այդ անձը, բայց Գրետան զգույշ էր մնացել։ Միակ բանը, որ նա ասել էր, նա ուներ մեկ այլ հայրենիք, բայց Վազգեն ստիպված էր վստահել։ Իսկ այս հարցազրույցը տվողը գիտեր, թե որդու մահվանը 4 օր անց ինչ պայթյուն կգա, եւ արդյոք այս խոսքերն իսկապես էին նրա մահվան բանալին։ Հոկտեմբերի 27-ի երեկոյակին, երբ յուրաքանչյուր հայ փողոցում անհանգստանում էր իր հայրենիքի ապագայի համար, մի անծանոթ խմբակ հյուր եկավ Գրետա Սարգսյանի տուն։ Նրանք չէին ներկայացնում իրենց, միայն ասացին, որ կան կարևոր նորություններ այն մասին, ինչ տեղի ունեցավ ազգային ժողովի դահլիճում։ Գրետան, ով արդեն լսել էր ռադիոյից բնույթում պայմանական գերծայր տագնապալից լուրեր իր որդու մասին, չէր սպասում այդ գիշերային այցելությանը։ Այցելուները, ովքեր հագինվել էին սև արտաժամյա կոստյումներով, ներկայացվեցին որպես նախագահական վարչության ներկայացուցիչներ։
Նրանց ինքնությունը հաստատող փաստաթղթերը ներառում էին մի քանի օտարերկրյա լեզուների ծանուցագրեր, բայց Գրետան այդ ժամանակ չէր կարողանում հասկանալ դրանց իմաստը։ Նրա համար կարևորագույնը այն էր, որ այդ մարդիկ պատմում էին մանրամասներ, որոնք դեռևս չէին հրապարակվել հանրային լուրերի կանալներով։ Գրետային ասացին, որ նրա որդին եղել է ճակատագրով նշանակված գործիչ։ Բայց նրանցից մեկը, ով ավելի կրտսեր թվացող էր, օգտագործել էր այն նույն բառերը, որոնցով մի քանի շաբաթ առաջ խոսել էր Վազգենի մոտիկ գործընկերներից մեկը։ Այդ խորհրդանիշ բառերն էին՝ մահապարտ զսպանակությամբ։ Գրետան տարակուսել էր, յուրք են նրանք։ Եվ ինչու են բանավեճ տալիս նույն արտահայտությունները, որոնք լսել էր մի քանի շաբաթ առաջ։ Մեծատան շրջակայքում գտնվող այժմյա մարդիկ ասել էին, որ պետում են այն բոլորը, ովքեր անմեղ կարծում են, որ քաղաքական առաջնորդության աշխարհը հանգիստ է։ Նրանք նշել էին, որ Վազգենի մահը չի եղել պատահականություն։ Տիկին Գրետա, ձեր որդին գիտեր, որ գալիս է դժվարությունը, ասել էր նրանցից աճուրդը։ Նա ձերս հրաժեշտ չի բռնել, որպեսզի չընկնի տագնապի մեջ։ Մի դժվարապահ մտքեր եկան Գրետայի մտքի մեջ։ Նրա որդուն սպանած քաղաքական պաշտամունքի հանցագործների մեկը, Նաիրի Ունանյանը, որին նա նկարագրել էր որպես մտային հիվանդ սպանող, արդյոք գործել էր մեր միակողմամբ, թե ուրիշներ էլ եղել էին, ովքեր նպաստել էին այդ դեպքին։ Այն գիշերային անճանաչ այցելուները ոչ մի անգամ չեն միացրեց դատարանական գործընթացին, չնկարագրեցին նույնիսկ Ունանյանի անունը։ Բայց այն, որ նրանք գիտեին այդ գաղտնիք մանրամասներ Վազգենի վերջին ժամերի մասին, հարուցում է ինչ-որ մուշտիկ գիտակցություն։ Հետագա յուրակ այդ տվյալն էր, որին մուտք չունեին դեռ նույնիսկ ֆահշյանորեն մոտիկ բարեկամները։ Իսկ ինչ կլինի վաղը, երբ դատավարությունը սկսվի, եւ արդյոք կիմանա ճշմարտությունն այն մասին, թե ով իսկապես է կանգնած այդ արյունահեղության հետևում։ Վազգեն Սարգսյանի անձնական վարորդը Արսեն Խաչատրյանը մի երկար տարիներ չէր խոսել այն մասին, ինչ լսել էր հոկտեմբերի 26-ի երեկոյան, երբ նրանք վարչապետական ավտոմեքենայով վերադառնում էին Երևանի կենտրոնից։ Այդ օրը, նախքան խորհրդարանի ճակատագրական նիստը, Վազգենը հանկարծ հրամայել էր կանգնեցնել մեքենան Մորտան մոտ։ Արսենը հիշում էր, որ ժամը արդեն հասնում էր երեկոյի 8-ի, բայց վարչապետը պնդում էր. «Սպասիր 10 րոպե, պետք է զանգահարեմ մայրիկին»։ Արսենը նկարագրել էր այդ պահը միայն 2012 թվականին, երբ հանդես եկավ երդվյալ վկա դատարանում, Նաիրի Ունանյանի գործի վերանայման ընթացքում։ Նրա ցուցմունքը, որը պահպանվել է դատական արխիվում, նշում է. Վազգեն Լեոնիդիչը նախքան մայրիկին զանգահարելը մի քանի վայրկյան լռեց։ Նա նայում էր իր ձեռքի համարին, որտեղ գրված էր Մայր Գրետայի հեռախոսահամարը, բայց չէր սեղմում զանգահարի կոճակը։ Ես նկատեցի, որ նրա ձեռքերը մի փոքր դողում էին։ Այդ անսովոր վարքագիծը, որը դժվար էր պատկերացնել ռազմական հրամանատարից, ով կարողացել էր առաջնորդել ազատագրական պատերազմի ամենադժվար գործողությունները, հարուցում էր հարցեր։ Վազգենը, ում ծանոթ էին որպես երկաթե ակամայի մարդ, ինչու էր տագնապում սովորական հեռախոսազանգից։ Արսենը հիշում է. երբ վերջապես զանգահարեց, նրա առաջին խոսքերը լսվեցին այսպես. «Մայրիկ, ամեն ինչ կարգին է, չանհանգստանաս»։ Բայց ես լսեցի, որ մյուս ծայրից Գրետա խանմը ինչ-որ բան էր ասում բարձր ձայնով, քանի որ Վազգենը հեռախոսը պահեց իր ականջից հեռու։ Ականատեսը նշել է նաև, որ Գրետան հարցնում էր. «Ինչու պետք է վաղը գնաս այդ ժողովին, ասում են, որ անվտանգության խնդիրներ կան»։ Վազգենը պատասխանել է. «Մայրիկ, դա իմ պարտականությունն է, ես վարչապետ եմ, չեմ կարող չգնալ»։ Արսեն Խաչատրյանի ցուցմունքներում կան մանրամասներ, որոնք երբեք չեն հրապարակվել հանրության համար։ Նա հիշում է, որ զրույցի վերջում Վազգենը ավելացրել է. «Մայրիկ, եթե ինչ-որ բան պատահի, դու պետք է իմանաս, որ ես սիրում եմ քեզ։ Ամեն ինչ արել եմ նեմ քեզ համար, մեր ընտանիքի համար, մեր ժողովրդի համար»։ Գրետայի պատասխանը ըստ վարորդի հիշողության եղել է. «Վազո, դու ինձ վախեցրում ես, ինչու ես այսպես խոսում, դու երբեք այդպես չես խոսել»։ Վազգենը կտրել է հեռախոսը առանց ավելի բացատրության։ Արսենը հիշում է, որ վարչապետը նստել է մեքենա հետևի նստատեղին եւ ասել է. «Գնանք»։ Ճանապարհին ողջ 30 րոպե տևող ճամփորդության ընթացքում Վազգենը չի արտասանել ոչ մի բառ։ Նա նայում էր պատուհանից դուրս, իսկ Արսենը նկատել էր ետնային հայելու միջոցով, որ վարչապետի աչքերում կային արցունքներ։ «Ես երբեք նախկինում չէի տեսել նրան այդպես», ասել է Արսենը թիր ցուցմունքում։ Նա միշտ ուժեղ էր, միշտ վստահ, բայց այդ երեկոյան, այդ վերջին երեկոյան, նա թվում էր որպես մարդ, ով գիտեր, թե ինչ է գալիս։
Դատարանի արխիվում պահպանված այս ցուցմունքը դարձավ համայնքի շրջանում լուրջ քննարկումների առարկա։ Մարդիկ սկսեցին հարցնել. արդյոք Վազգենը կանխազգացել էր իր մահը։ Եվ եթե այո, ինչու՞ չէր խուսափել ժողովից։ Իսկ այն, որ Գրետեն հարցրել էր անվտանգության խնդիրների մասին, ապացուցում է, որ մայրը ստացել էր որոշակի տեղեկություններ հնարավոր սպառնալիքի մասին։ Դոկտոր Ավետիս Պողոսյանը, որը վարել էր վարչապետական արտակարգ բուժկենտրոնի հոգեբանական բաժինը, պահպանել էր մի գաղտնիք 7 տարի, նախքան որոշեց այն փոխանցել Գրետը Սարգսյանին։ 1999 թվականի սեպտեմբերի 22-ին Վազգենը եկել էր նրա մոտ, համակարգված բժշկական զննման ժամանակ, բայց 10 րոպե զրույցից հետո նախընտրել էր մի անձնական խոսակցություն։ Դոկտոր Պողոսյանի բժշկական օրագրում, որը հայտնաբերվել է 1999 թվականի նոյեմբերի 16-ին, երբ նրա գրասենյակը քննվում էր դատախազության կողմից, գրված է. Վազգեն Լեոնիդի Սարգսյանը հայտնում է անկանոն քնի ռեժիմի մասին։ Նա նշում է, որ վերջին 3 շաբաթվա ընթացքում գիշերները արթնանում է քրտնած, հոգեբանական սթրեսի տակ։ Նրա պատմած երազները պարունակում են մոր կերպարը, որը երազում լալիս է եւ խնդրում է նրան չգնալ որոշակի վայր։ Այս գրառումը, որը պահպանված է Հայաստանի արխիվային ազգային ֆոնդում, երբեք չի հրապարակվել լրատվամիջոցների կողմից։ Դոկտոր Պողոսյանը, ով վերջերս վերջացրեց իր կարիերան եւ գնաց թոշակի, 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո որոշել էր, որ այս տեղեկատվությունը չպետք է տարածվի հանրությանը։ Բայց 2006 թվականին նա որոշեց հանդիպել Գրետա Սարգսյանի հետ եւ պատմել ամբողջ ճշմարտությունը։ Տիկին Սարգսյան, ասել էր դոկտորը այդ հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ Գրետայի տանը։ Ձեր որդին գիտեր, որ ինչ-որ բան սխալ է։ Նա խոսել էր ինձ հետ այն մասին, որ զգում է սպառնալիք իր կյանքին։ Նա չէր կարողանում հստակ նկարագրել, բայց նա ասել էր. դոկտոր, ես զգում եմ, որ ինչ-որ մեկը պատրաստվում է ինչ-որ բան անել։ Գրետան լսել է այս խոսքերը լռությամբ։ Դոկտոր Պողոսյանը շարունակել է. Ես նրան առաջարկեցի դեղորայքային թեթևացում, անհանգստության նվազեցման համար, բայց նա հրաժարվեց։ Նա ասաց. ես պետք է մնամ զուսպ, ես պետք է պաշտպանեմ իմ մոր եւ իմ ընտանիքի անվտանգությունը։ Բժշկական գրառումներում կա նաեւ մեկ այլ կարևոր մանրամասն։ Վազգենը խնդրել էր դոկտորին չթաքցնել իր մոտ այդ զրույցի մասին, եթե ինչ-որ բան պատահի։ Եթե ինձ հետ ինչ-որ բան լինի, ասել էր Վազգենը, դուք պետք է ասեք իմ մորը, որ ես փորձեցի իմ լավագույնը անել։ Դոկտորը հիշում է նաև, որ Վազգենը խոսել էր մի հատուկ անհանգստության մասին, որը կապված էր պարլամենտում հնարավոր բանակցությունների հետ։ Նա ասել էր. դոկտոր, խնդիրն այն է, որ ես պետք է միջնորդեմ կողմերի միջև, բայց ես գիտեմ, որ կան մարդիկ, ովքեր չեն ուզում, որ այդ բանակցությունները հաջողվեն։ Երբ դոկտորը հարցրեց, թե ով են այդ մարդիկ, Վազգենը հրաժարվեց անուններ տալ։ Նա միայն ասել էր. Իմ որդին միշտ մտածում էր մյուսների մասին։ Նույնիսկ իր վերջին օրերին նա մտածում էր ինձ մասին։ Բժշկական գաղտնիք օրագրի այն էջերը, որոնք վերաբերում են Վազգենին, դարձան փաստաթուղթ, որոնք հետազոտողները օգտագործեցին հետագայում, վերականգնելու Ֆատերգային արչևի 27-ի իրադարձությունների հոգեբանական ֆոնը։ Բայց այդ գաղտնիքը, որը բժիշկը պահել էր 7 տարի, երբեք չի օգտագործվել դատարանում որպես պաշտոնական ապացույց։ Արդյոք այն մասին, որ Վազգենը երազում էր իր մոր արցունքների մասին, կարող էր լինել նախազգուշացում, թե պարզապես հոգեբանական սթրեսի արդյունք։ Մարիամ Աբրահամյանը, ով ծանոթ էր Երևանի հոգևոր շրջանակներում որպես տեսանող կին, երբեք չէր հանդես եկել հրապարակային հարցազրույցներով։ Բայց 1999 թվականի սեպտեմբերի վերջին նա եկավ Գրետա Սարգսյանի տուն, աներկ բայելի նպատակով։ Մարիամը պատմել էր Գրետային մի երազ, որը տեսել էր 3 անգամ նույն շաբաթվա ընթացքում։ Գրետան, ով սովորաբար չէր հավատում գուշակություններին, այդ անգամ շփոթված էր այն հանգամանքից, որ Մարիամը եկել էր առանց հրավերի։ Տիկին Գրետա, ասել էր Մարիամը, ես տեսել եմ ձեր որդու մասին։ Նա կանգնած է մի մեծ սենյակում, որտեղ շատ մարդիկ կան, բայց հանկարծ լույսը անջատվում է եւ լսվում են կրակոցներ։ Գրետան փորձել էր հանգստացնել իրեն, մտածելով, որ դա պարզապես պատահական երազ է, բայց Մարիամը շարունակել է. Տիկին, ես տեսել եմ նաեւ ձեզ։ Դուք լալիս էիք եւ խնդրում էիք ձեր որդուն չգնալ որոշակի տեղ, բայց նա չէր լսում ձեզ։
Այս մանրամասները, որոնք նկարագրվել են հետագայում մի անվանական մատյանում, որը հայտնաբերվել է Մարիամ Աբրահամյանի տանը նրա մահից հետո 2016 թվականին, պարունակում են ավելի խորը տեղեկություններ։ Մատյանում գրված է. Սեպտեմբերի 26-ին երազել եմ Վազգեն Սարգսյանի մասին։ Տեսել եմ նրան մի դահլիճում, որտեղ շատ մարդիկ նստած են սեղանների շուրջ։ Հանկարծ մուտք են գործում մի քանի կտրիչ տղամարդիկ սև զգեստներով։ Նրանք սկսում են կրակել։ Վազգենը ընկնում է։ Տեսնում եմ նրա մորը, գջրետային, որը լալիս է տանը։ Գրետան լսելով Մարիամի պատմածը հարցրել. Արդյոք կարող եմ կանխել դա։ Մարիամը պատասխանել է տխուր ձայնով. Տիկին, ես չգիտեմ, բայց կարծում եմ, որ դուք պետք է զգուշացնեք ձեր որդուն։ Գրետան որոշել է խոսել Վազգենի հետ այն մասին, ինչ լսեց Մարիամից։ 2 օր անց, սեպտեմբերի 28-ին, նա հեռախոսով զանգահարեց իր որդուն։ Գրետան հիշում է, որ ասել է. Վազո, մի կին եկավ ինձ մոտ եւ ասաց, որ դու վտանգի մեջ ես։ Նա ասաց, որ տեսել է քեզ երազում։ Վազգենի պատասխանը եղել է կարճ. Մայրիկ, մի հավատա այդպիսի բաներին, դա պարզապես վախեցնող պատմություններ են։ Բայց Գրետան զգացել է, որ նրա որդու ձայնը տարօրինակ էր։ Նա ասում էր, որ չի հավատում, հիշում է Գրետան, բայց նրա ձայնը դողում էր։ Մարիամ Աբրահամյանի մատյանում կա նաև մեկ այլ գրառում, որը պահպանված է նրա ազգականների մոտ։ Հոկտեմբերի 25-ին, 2 օր նախքան հրավառությունը պարլամենտում, Մարիամը գրել. Տեսել եմ կրկին նույն երազը։ Այս անգամ ավելի հստակ։ Վազգենը մտնում է մի դահլիճ, իսկ նրա հետևից գալիս է մի խումբ մարդիկ։ Մեկը նրանց միջից, ով կրում է սև բաճկոն, հանում է զենք։ Վազգենը նայում է նրա կողմը, բայց չի կարողանում արձագանքել։ Ես տեսնում եմ, թե ինչպես նա ընկնում է։ Հարցը, որը տանջում է բազմաթիվ հետազոտողներին, հետևյալ. Արդյոք Մարիամ Աբրահամյանի երազները եղել են իրական նախազգուշացումներ, թե պարզապես պատահականություն։ Գրետան, ով հետագայում պատմել է այս պատմությունը իր մոտիկ ընկերուհիներին, միշտ հավատացել է, որ դա եղել է նշան։ Երբ ես լսեցի հոկտեմբերի 27-ի լուրերը, ասել է Գրետան մի հարցազրույցում, որը տրվել է 1999 թվականի նոյեմբերի սկզբին, ես հիշեցի Մարիամի խոսքերը։ Նա տեսել էր ամեն ինչ։ Նա գիտեր, թե ինչ է գալիս, բայց ես չկարողացա կանխել։ Մարիամ Աբրահամյանը, ով մահացել է 2016 թվականին, երբեք չի հանդես եկել հրապարակայնորեն իր երազների մասին։ Նրա մատյանը, որը հայտնաբերվել է նրա մահից հետո, դարձել է փաստաթուղթ, որը ուսումնասիրվում է գաղտնի ծառայությունների կողմից մինչև այսօր։ Բայց մի հարց մնում է անպատասխան։ Եթե Մարիամը տեսավ ապագան, արդյոք կային նաև ուրիշներ, ովքեր գիտեին, թե ինչ է պատրաստում տեղի ունենալ հոկտեմբերի 27-ին։ Իսկ եթե այդպես է, ապա ինչու ոչ ոք չկանխեց այն արյունահեղությունը, որը փոխեց Հայաստանի պատմությունը։ Դոկտոր Արամ Մանուկյանը, որը վարել էր Հայաստանի ազգային անվտանգության ծառայության բժշկական լաբորատորիան, երբեք չէր պատկերացրել, որ իր գիտական հետազոտությունները կդառնան քաղաքական սպանության հետաքննության մաս։ 1999 թվականի օգոստոսին նա ստացել էր հատուկ հանձնարարություն վերլուծել բարձրաստիճան պաշտոնյաների սթրեսի մակարդակները, օգտագործելով նորագույն կորտիզոլի չափման տեխնոլոգիան։ Լաբորատորիայի գաղտնի արխիվում, որը հայտնաբերվել է 2011 թվականին, պահպանված են Վազգեն Սարգսյանի կենսաբանական ցուցանիշների գրառումները։ 1999 թվականի սեպտեմբերի 15-ին վերցված արյան նմուշը ցույց էր տալիս անսովոր բարձր կորտիզոլի մակարդակ 350 միկրոգրամ լիտրում, երբ նորմալ մակարդակը պետք է լիներ 150-ից 200 միկրոգրամ։ Այս ցուցանիշները, գրել էր դոկտոր Մանուկյանը իր գաղտնի զեկույցում, համապատասխանում են մարդու, ով գտնվում է ծայրահեղ հոգեբանական ճնշման տակ։ Այդպիսի մակարդակները սովորաբար դիտվում են մարդկանց մոտ, ովքեր ապրում են հետմարտական սթրեսային խանգարում կամ գտնվում են անմիջական կյանքի սպառնալիքի տակ։ Բայց ամենաանսովորը այն էր, որ Վազգենի սրտի հաճախականության մոնիտորինգը, որը կատարվել էր 1999 թվականի հոկտեմբերի 26-ին, ցույց էր տալիս անկանոն ռիթմ, հատկապես գիշերային ժամերին։ Դոկտոր Մանուկյանը հիշում. Ես զանգահարեցի վարչապետական գրասենյակ եւ խնդրեցի, որ Վազգեն Լեոնիդիչը գա լրացուցիչ զննման, բայց ինձ ասացին, որ նա չունի ժամանակ։ Լաբորատորիայի տվյալները ցույց էին տալիս նաեւ մեկ այլ անհանգստացնող փաստ։ Վազգենի քնի ռեժիմի վերլուծությունը, որը կատարվել էր հատուկ սարքի միջոցով, որը տեղադրված էր նրա ննջասենյակում անվտանգության նպատակներով, ցույց էր տալիս, որ նա միջինում քնում էր միայն 3 ժամ գիշերը։ 1999 թվականի հոկտեմբերի 25-ի գիշերը նա ընդհանրապես չէր քնել։ Դոկտոր Մանուկյանը պատմել է այս մանրամասները Գրետա Սարգսյանին 2005 թվականին, երբ նա եկավ լաբորատորիա խնդրելով տեղեկություններ իր որդու վերջին օրերի մասին։ Տիկին Սարգսյան, ասել էր դոկտորը,
Ձեր որդու մարմինը գտնվում էր ծայրահեղ սթրեսի տակ։ Նրա օրգանիզմը արտադրում էր այնպիսի քանակությամբ սթրեսային հորմոններ, որը համապատասխանում է մարդու, ով գիտեր, որ մոտենում է մահը։ Գրետան լսել է այս խոսքերը լռությամբ։ Դոկտորը շարունակել է. Բայց ամենաանսովորը այն է, որ այս ցուցանիշները սկսել են բարձրանալ դեռևս օգոստոսի վերջից։ Այսինքն, ձեր որդին գտնվում էր սթրեսի տակ ոչ թե մի քանի օր, այլ ամբողջ 2 ամիս։ Լաբորատորիայի արխիվում կա նաև մեկ այլ փաստաթուղթ, որը երբեք չի հրապարակվել։ 1999 թվականի հոկտեմբերի 26-ին, մեկ օր նախքան սպանությունը, Վազգենը եկել էր լաբորատորիա եւ խնդրել էր դոկտոր Մանուկյանին վերցնել արյան նմուշ։ Նա ասել էր, հիշում է դոկտորը, որ ուզում է իմանալ, թե արդյոք նրա օրգանիզմը դիմանում է այդ բեռին։ Այդ վերջին նմուշի վերլուծությունը ցույց էր տալիս, որ կորտիզոլի մակարդակը հասել էր 400 միկրոգրամի, այնպիսի մակարդակ, որը բժիշկները նկարագրում են որպես կրիտիկական։ Դոկտոր Մանուկյանը հիշում է, որ ասել է Վազգենին. Վազգեն Լեոնիդիչ, ձեր օրգանիզմը գտնվում է ծայրահեղ վիճակում։ Դուք պետք է հանգստանաք։ Վազգենի պատասխանը եղել է. Դոկտոր, ես չունեմ ժամանակ հանգստանալու, ես պետք է լինեմ վաղը պարլամենտում։ Դոկտորը փորձել է համոզել նրան հետաձգել այդ ժողովը, բայց Վազգենը հրաժարվել է։ Նա ասել է, հիշում է դոկտոր Մանուկյանը, որ դա նրա պարտականությունն է եւ որ նա չի կարող թույլ տալ, որ իր անձնական առողջությունը խանգարի պետական գործերին։ Այս վերջին հանդիպումը դարձավ դոկտոր Մանուկյանի համար ամենադժվարը։ Նա հիշում է, որ երբ Վազգենը հեռանում էր լաբորատորիայից, նա դարձավ եւ ասաց. Դոկտոր, եթե ինձ հետ ինչ-որ բան լինի, դուք պետք է ասեք իմ մորը, որ ես փորձեցի պահպանել իմ առողջությունը, բայց պետությունը ավելի կարևոր էր։ Գրետան լսելով այս պատմությունը հարցրել է. Արդյոք իմ որդին գիտեր, որ մոտենում է մահը։ Դոկտոր Մանուկյանը պատասխանել է ազնվորեն. Տիկին Սարգսյան, նրա օրգանիզմը գիտեր։ Կորտիզոլի այդպիսի մակարդակները չեն լինում պատահականորեն։ Դրանք են մարդու մարմնի պատասխանը մահվան սպառնալիքին։ Բայց ամենաանսովորը այն էր, որ լաբորատորիայի արխիվում հայտնաբերվել է նաև մեկ այլ փաստաթուղթ՝ գաղտնի զեկույց, որը ուղարկված էր ազգային անվտանգության ծառայության ղեկավարությանը 1999 թվականի հոկտեմբերի 22-ին։ Այդ զեկույցում դոկտոր Մանուկյանը գրել էր. Վարչապետ Վազգեն Սարգսյանի կենսաբանական ցուցանիշները ցույց են տալիս, որ նա գտնվում է ծայրահեղ վտանգի զգացողության տակ։ Առաջարկում եմ ուժեղացնել նրա անվտանգության միջոցները։ Այս զեկույցը երբեք չի հասել Վազգենին։ Ազգային անվտանգության ծառայության արխիվում պահպանված փաստաթղթերը ցույց են տալիս, որ այն կորել է հոկտեմբերի 23-ին, 4 օր նախքան սպանությունը։ Արդյոք դա եղել է պատահականություն, թե ինչ-որ մեկը չէր ուզում, որ Վազգենը իմանա, թե որքան վտանգի մեջ է։ Սուսաննա Հովանիսյանը, որը աշխատում էր Հայաստանի ազգային արխիվում որպես ավագ արխիվապահ, երբեք չէր մտածել, որ իր աշխատանքը կդառնա քաղաքական դետեկտիվի մաս։ 1999 թվականի նոյեմբերի 2-ին, 6 օր անց Վազգեն Սարգսյանի սպանությունից, նրան հանձնարարվեց կարգավորել վարչապետական գրասենյակի փաստաթղթերը, որոնք փոխանցվել էին արխիվ։ Սուսաննան հիշում է, որ երբ նա բացեց առաջին տուփը, նկատեց, որ բազմաթիվ թղթապանակներ բացակայում են։ Ես ունեի ցուցակ, պատմում է նա, որտեղ նշված էին 53 թղթապանակ, բայց տուփում կային միայն 37-ը։ Երբ նա հարցրեց իր վերադասին բացակայող փաստաթղթերի մասին, նրան ասացին. դրանք դասակարգված են որպես գերգաղտնի եւ պահվում են այլ վայրում։ Բայց Սուսաննան, ով աշխատել էր արխիվում 15 տարի, գիտեր, որ այդպիսի դասակարգում չկար նախկինում։ Նա որոշեց անձամբ հետաքննել այս հարցը։ 2 շաբաթ անց, երբ նա աշխատում էր ուշ երեկոյան, նա հայտնաբերեց մի փոքր տուփ, որը թաքնված էր հին արխիվային նյութերի միջև։ Այդ տուփում կային 10 թղթապանակ, որոնք նշված էին որպես Վազգեն Սարգսյան, անձնական նամակագրություն։ Սուսաննան, խախտելով արխիվի կանոնները, բացեց մեկ թղթապանակ։ Այնտեղ կային նամակներ, որոնք Վազգենը գրել էր իր մորը Գրետա Սարգսյանին 1999 թվականի ամռանը։ Մի նամակում, որը թվագրված է 1999 թվականի օգոստոսի 15-ով, Վազգենը գրել էր. Մայրիկ, ես գիտեմ, որ դու անհանգստանում ես իմ համար, բայց ես պետք է ասեմ քեզ, որ իրավիճակը ավելի բարդ է, քան կարծում ես։ Կան մարդիկ, ովքեր չեն ուզում, որ ես շարունակեմ իմ աշխատանքը։ Սուսաննան շարունակեց կարդալ։ Մեկ այլ նամակում, թվագրված սեպտեմբերի 5-ով, Վազգենը գրել էր. Մայրիկ, ես խոստանում եմ, որ կլինեմ զգույշ, բայց ես չեմ կարող հրաժարվել իմ պարտականություններից։ Եթե ես հրաժարվեմ, ապա ամեն ինչ, ինչի համար մենք պայքարել ենք, կկորչի։
Ամենը անհանգստացնող նամակը թվագրված էր 1999 թվականի հոկտեմբերի 18-ով, 9 օր նախքան սպանությունը։ Այդ նամակում Վազգենը գրել էր. Մայրիկ, ես գիտեմ, որ դու վախենում ես։ Ես նույնպես վախենում եմ։ Բայց ես պետք է գնամ այդ ժողովին։ Դա իմ վերջին հնարավորությունն է կանխել քաղաքացիական պատերազմը։ Սուսաննան կարդալով այս նամակները հասկացավ, որ դրանք երբեք չպետք է լինեին արխիվում։ Դրանք պետք է լինեին Գրետա Սարգսյանի մոտ։ Նա որոշեց պատճենել այդ նամակները եւ փոխանցել Գրետային։ Բայց հաջորդ օրը, երբ Սուսաննան եկավ աշխատանքի, նա հայտնաբերեց, որ այդ տուփը բացակայում է։ Նրա վերադասը, ով սովորաբար բարի էր, այդ անգամ խիստ ասաց. Սուսենը, դու չպետք է խառնվեիր այդ փաստաթղթերին։ Դրանք տեղափոխվել են ավելի անվտանգ վայր։ Սուսենն փորձեց ողջել, թե ուր են տեղափոխվել այդ նամակները, բայց ոչ ոք չէր պատասխանում նրա հարցերին։ 2 շաբաթ անց նրան առաջարկեցին կամավոր թոշակի գնալ։ Երբ նա հրաժարվեց, նրան ասացին, որ արխիվը վերակազմակերպվում է եւ նրա պաշտոնը կրճատվում է։ Սուսաննան, ով կորցրեց իր աշխատանքը, որոշեց հանդիպել Գրետա Սարգսյանի հետ եւ պատմել այն մասին, ինչ տեսավ։ 2000 թվականի մարտին նա եկավ Գրետայի տուն եւ պատմեց նամակների մասին։ Տիկին Սարգսյան, ասել էր Սուսաննան, ձեր որդին գրել էր ձեզ նամակներ, որտեղ նա նկարագրում էր իր վախերը։ Նա գիտեր, որ վտանգի մեջ է, բայց այդ նամակները թաքցվել են։ Գրետան լսել է այս խոսքերը արցունքներով։ Նա հարցրել է. Արդյոք դու հիշում ես, թե ինչ էր գրված այդ նամակներում։ Սուսաննան, ով ուներ էր լավ հիշողություն, սկսել է վերարտադրել այն նամակները, որոնք կարդացել էր։ Գրետան, լսելով իր որդու խոսքերը, ասել է. Իմ որդին գիտեր, որ մոտենում է մահը։ Նա գրել էր ինձ այդ մասին, բայց ես երբեք չստացա այդ նամակները։ Սուսաննան բացատրել է, որ այդ նամակները երբեք չեն ուղարկվել։ Դրանք պահվում էին Վազգեն Լեոնիդիչի գրասենյակում, ասել է նա։ Կարծես նա գրել էր դրանք, բայց չէր համարձակվել ուղարկել, կամ թերևս նա ուզում էր, որ դրանք հայտնաբերվեն հետո։ Գրետան հարցրել է. Բայց ինչու են դրանք թաքցվել։ Սուսաննան պատասխանել է. Տիկին Սարգսյան, ես կարծում եմ, որ կան մարդիկ, ովքեր չեն ուզում, որ ճշմարտությունը բացահայտվի։ Այդ նամակներում Վազգեն Լեոնիդիչը նշել էր անուններ, մարդկանց, ովքեր սպառնում էին նրան։ Գրետան փորձել է իմանալ այդ անունները, բայց Սուսաննան ասել է, որ չի հիշում։ Ես միայն հիշում եմ, ասել է նա, որ մեկ անունը սկսվում էր Ն տառով, եւ մեկ այլ անունը սկսվում էր Ս տառով։ Այս տեղեկատվությունը դարձավ Գրետայի համար նոր հետք։ Նա սկսեց հետաքննել, թե ովքեր էին այդ մարդիկ, որոնց անունները սկսվում էին այդ տառերով։ Բայց ամեն անգամ, երբ նոտենում էր ճշմարտությանը, նա հանդիպում էր պատի։ Արխիվների լռությունը դարձավ խորհրդանիշ այն մասին, թե ինչպես են իշխանությունները թաքցնում ճշմարտությունը։ Բայց Գրետան չէր հրաժարվում։ Նա շարունակեց փնտրել իր որդու նամակները, հույս ունենալով, որ մի օր դրանք կհայտնաբերվեն։ Իսկ արդյոք այդ նամակները դեռևս գոյություն ունեն, թե դրանք ոչնչացվել են, որպիսի ճշմարտությունը երբեք չբացահայտվի։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի առավոտյան, երբ Երևանը դեռևս չգիտեր, թե ինչ արյունահեղություն է սպասվում այդ օրը, մի անծանոթ մարդ նստած էր մի սրճարանում, Ազգային ժողովի շենքից 100 մետր հեռավորության վրա։ Այդ մարդը, ում ինքնությունը մնում է անհայտ մինչև այսօր, խմում էր սուրճ եւ կարդում էր թերթ։ Բայց նրա աչքերը հետևում էին ոչ թե թերթի տողերին, այլ Ազգային ժողովի մուտքին։ Սրճարանի սեփականատերը Արմեն Պետրոսյանը հիշում է այդ մարդուն։ Նա եկավ առավոտյան 8:30, պատմում է Արմենը։ Նա պատվիրեց սուրճ եւ նստեց պատուհանի մոտ։ Նա մնաց այնտեղ մինչև ցերեկի 2-ը։ Արմենը հիշում է նաեւ, որ այդ մարդը 3 անգամ հեռախոսազանգ է ստացել։ Ամեն անգամ, երբ նա խոսում էր հեռախոսով, ասում է Արմենը, նա դուրս էր գալիս սրճարանից եւ խոսում էր փողոցում։ Բայց ամենաանսովորը այն էր, որ այդ մարդը, ըստ Արմենի նկարագրության, կրում էր սև բաճկոն եւ ուներ էր մի փոքր պայուսակ։ Երբ նա վերջապես հեռացավ, հիշում է Արմենը, ես նկատեցի, որ նա մոռացել էր իր թերթը սեղանի վրա։ Երբ ես վերցրի այդ թերթը, տեսա, որ նրա վրա գրված էր մի քանի հեռախոսահամար։ Արմենը պահպանել էր այդ թերթը։ Երբ նա լսեց հոկտեմբերի 27-ի երեկոյան լուրերը Ազգային ժողովում տեղի ունեցած սպանությունների մասին, նա հիշեց այդ անծանոթ մարդուն։ Նա տարավ այդ թերթը ոստիկանություն, բայց նրան ասացին, որ դա բավարար ապացույց չէ։ Բայց Արմենը չէր հրաժարվում։ Նա որոշեց անձամբ հետաքննել այդ հեռախոսահամարները։ Մեկ համարը պատկանում էր մի անձի, ով աշխատում էր Ազգային անվտանգության ծառայությունում։ Մեկ այլ համարը պատկանում էր մի անձի, ով կապված էր օտարերկրյա դեսպանատան հետ։ Արմենը փորձեց կապվել այդ մարդկանց հետ, բայց ոչ ոք չէր պատասխանում նրա զանգերին։ Երբ նա փորձեց կրկին գնալ ոստիկանություն, նրան ասացին, որ գործը փակված է։
բայց Արմենը գիտեր, որ ինչ-որ բան սխալ է։ Նա որոշեց հանդիպել Գրետա Սարգսյանի հետ եւ պատմել նրան այն մասին, ինչ տեսել էր։ Այս հանդիպումը դարձավ մեկ այլ բանալին այն խորհրդավոր շղթայում, որը Գրետան փորձում էր վերականգնել։ 1999 թվականի հոկտեմբերի 26-ի երեկոյան, երբ Երևանի երկինքը ներկվում էր մթնշաղի կարմիր գույներով, Գրետա Սարգսյանը նստած էր իր տան պատուհանի մոտ, սպասելով որդու այցելությանը։ Նա գիտեր, որ Վազգենը խոստացել էր անցնել 1 րոպեով, բայց ժամը արդեն անցել էր 8-ից, իսկ նա դեռ չէր եկել։ Գրետայի հարևանուհին, Ռոզա Ավագյանը, ով այդ երեկոյան պատահաբար այցելել էր Գրետային, հիշում է այդ պահերը։ Գրետան անհանգստանում էր, պատմում է Ռոզան։ Նա ամեն 5 րոպեն մեկ նայում էր ժամացույցին։ Ես հարցրի, ինչու ես այդքան անհանգստանում, եւ նա պատասխանեց. ես զգում եմ, որ ինչ-որ բան սխալ է։ Ռոզան հիշում է նաև, որ Գրետան պատմել էր նրան մի երազի մասին, որը տեսել էր նախորդ գիշեր։ Նա ասաց, շարունակում է Ռոզան, որ երազում տեսել է Վազգենին, ով կանգնած էր մի մեծ դահլիճում։ Հանկարծ լույսերը անջատվել են, եւ նա լսել է կրակոցներ։ Երբ լույսերը վառվել են, Վազգենը ընկած էր հատակին։ Գրետան ըստ Ռոզայի հիշողության ասել էր. Ես գիտեմ, որ դա միայն երազ է, բայց ես չեմ կարող ազատվել այդ զգացումից։ Ես զգում եմ, որ իմ որդին վտանգի մեջ է։ Ժամը 8:35-ին հեռախոսը զանգեց։ Գրետան արագ վազեց պատասխանելու։ Դա Վազգենն էր։ Ռոզան հիշում է, որ Գրետան խոսում էր բարձր ձայնով. Վազո, ինչու ուշացար, ես անհանգստանում էի։ Վազգենի պատասխանը ըստ Ռոզայի, ով լսում էր զրույցի մի մասը, եղել է. Մայրիկ, ներողություն, ես ուներ էի կարևոր հանդիպում, բայց ես հիմա գալիս եմ, սպասիր ինձ 10 րոպե։ Գրետան ըստ Ռոզայի վկայության փորձել է ասել ինչ-որ բան, բայց Վազգենը արդեն կտրել էր հեռախոսը։ Գրետան նստեց եւ սկսեց լալ, հիշում է Ռոզան։ Ես հարցրի, ինչու ես լալիս, եւ նա ասաց. ես զգում եմ, որ սա վերջին անգամն է, երբ ես լսում եմ իմ որդու ձայնը։ Ռոզան փորձել է հանգստացնել Գրետային, բայց նա շարունակում էր լալ։ Նա ասաց, պատմում է Ռոզան, որ ամբողջ օրը զգացել է անհանգստություն։ Նա ասաց, որ առավոտյան, երբ արթնացել է, զգացել է, որ ինչ-որ բան սխալ է։ 15 րոպե անց Վազգենը եկավ։ Ռոզան հիշում է, որ երբ նա մտավ տուն, Գրետան ընկավ նրա գլխին եւ սկսեց լալ։ Վազգենը փորձում էր հանգստացնել նրան, հիշում է Ռոզան։ Նա ասում էր. «Մայրիկ, ամեն ինչ կարգին է, ինչու ես այդքան անհանգստանում»։ Բայց Գրետան չէր կարողանում հանգստանալ։ Նա բռնել էր Վազգենի ձեռքերը եւ ասել էր. «Վազո, ես խնդրում եմ քեզ, մի գնա վաղ այդ ժողովին։ Ես զգում եմ, որ ինչ-որ բան սխալ է»։ Վազգենի պատասխանը ըստ Ռոզայի վկայության եղել է. «Մայրիկ, ես չեմ կարող չգնալ։ Դա իմ պարտականությունն է։ Ես վարչապետ եմ»։ Գրետան սկսել է բարձր ձայնով խոսել։ Նա ասաց, հիշում է Ռոզան, որ լսել է, թե ազգային ժողովում լարված իրավիճակ է։ Նա ասաց, որ մարդիկ խոսում են հնարավոր բախումների մասին։ Վազգենը փորձել է բացատրել, որ այդ պարզապես լուրեր են։ Նա ասաց, հիշում է Ռոզան, որ իրավիճակը վերահսկելի է եւ որ նա պետք է լինի այնտեղ, կանխելու հնարավոր կոնֆլիկտները։ Բայց Գրետան չէր համոզվում։ Նա ասել է. «Վազո, ես քո մայրն եմ։ Ես ծնել եմ քեզ, մեծացրել եմ։ Ես զգում եմ, երբ դու վտանգի մեջ ես։ Եվ հիմա ես զգում եմ, որ եթե դու գնաս վաղ այդ ժողովին, ինչ-որ սարսափելի բան կպատահի»։ Ռոզան հիշում է, որ այդ պահին Վազգենի դեմքի արտահայտությունը փոխվեց։ Նա դարձավ լուրջ, ասում է Ռոզան։ Նա նստեց իր մոր կողքին եւ բռնեց նրա ձեռքերը։ Վազգենը ասել է. «Մայրիկ, ես հասկանում եմ քո վախերը, բայց ես պետք է ասեմ քեզ ճշմարտությունը։ Իրավիճակը իսկապես լարված է։ Կան մարդիկ, ովքեր չեն ուզում, որ ես շարունակեմ իմ աշխատանքը։ Բայց եթե ես հրաժարվեմ, եթե ես վախենամ, ապա ամեն ինչ, ինչի համար մենք պայքարել ենք, կկորչի»։ Գրետան լսել է այս խոսքերը լռությամբ, ապա նա հարցրել է. «Բայց արդյոք արժե։ Արդյոք քո կյանքը չի արժե ավելի, քան քաղաքականությունը»։ Վազգենի պատասխանը ըստ Ռոզայի հիշողության եղել է. «Մայրիկ, իմ կյանքը պատկանում է ոչ թե ինձ, այլ մեր ժողովրդին։ Ես ընտրել եմ այս ճանապարհը, եւ ես պետք է գնամ մինչեւ վերջ»։ Գրետան սկսել է կրկին լալ։ Վազգենը գրկել է նրան եւ ասել է. «Մայրիկ, ես խոստանում եմ, որ կլինեմ զգույշ։ Ես խոստանում եմ, որ կվերադառնամ քեզ մոտ»։ Բայց Գրետան ըստ Ռոզայի վկայության ասել է. «Վազո, ես զգում եմ, որ դու չես վերադառնա։ Ես զգում եմ, որ սա վերջին անգամն է, երբ ես տեսնում եմ քեզ»։ Վազգենը փորձել է համոզել նրան, որ դա պարզապես վախ է, բայց Գրետան շարունակել է. «Վազո, եթե ինչ-որ բան պատահի քեզ, ես չեմ ապրի։ Դու իմ կյանքն ես»։
Վազգենը ըստ Ռոզայի հիշողության ասել է. «Մայրիկ, դու պետք է ապրես։ Դու պետք է ապրես ինձ համար, մեր ընտանիքի համար, մեր ժողովրդի համար։ Խոստացիր ինձ, որ դու կապրես»։ Գրետան խոստացել է, բայց նա ավելացրել է. «Բայց եթե դու չվերադառնաս, ես կպահանջեմ արդարություն։ Ես կպայքարեմ մինչև վերջ, որպեսզի պարզվի ճշմարտությունը»։ Վազգենը գրկել է իր մորը վերջին անգամ։ Ռոզան հիշում է, որ այդ գրկախառնումը տևել է երկար։ «Նրանք երկուսն էլ լալիս էին», ասում է Ռոզան։ «Դա եղավ ամենադժվար պահը, որը ես երբևէ տեսել եմ»։ Երբ Վազգենը հեռանում էր, Գրետան կանգնել է դռան մոտ եւ նայել է նրա հետևից։ Ռոզան հիշում է, որ Գրետան ասել է. «Սա վերջին անգամն է։ Ես գիտեմ, որ սա վերջին անգամն է»։ Հաջորդ օրը, հոկտեմբերի 27-ին, Գրետայի վախերը իրականություն դարձան։ 1999 թվականի դեկտեմբերի 15-ին սկսվեց դատական գործընթացը Նաիրի Ունանյանի եւ նրա համախոհների դեմ։ Գրետա Սարգսյանը, ով նստած էր դատարանի դահլիճում, նայում էր այն մարդուն, ով սպանել էր նրա որդուն։ Նաիրի Ունանյանը, ով նստած էր ամբաստանյալների տեղում, թվում էր անտարբեր։ Դատավորը սկսեց կարդալ մեղադրանքը։ Նաիրի Ունանյանը մեղադրվում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կազմակերպման եւ իրականացման մեջ, որի արդյունքում սպանվել են 8 մարդ, այդ թվում վարչապետ Վազգեն Սարգսյանը։ Գրետան լսում էր այս խոսքերը առանց արցունքների։ Նա արդեն լացել էր բավական։ Հիմա նա ուզում էր լսել ճշմարտությունը։ Դատախազը սկսեց ներկայացնել ապացույցները։ Նա ցույց տվեց տեսանյութեր, որոնք նկարահանվել էին ազգային ժողովի անվտանգության տեսախցիկներով։ Այդ տեսանյութերում երևում էր, թե ինչպես Նաիրի Ունանյանը եւ նրա համախոհները մտնում են դահլիճ եւ սկսում կրակել։ Բայց Գրետան ուզում էր իմանալ ավելին։ Նա ուզում էր իմանալ, թե ով էր կանգնած այդ սպանության հետևում։ Արդյոք Նաիրի Ունանյանը գործել էր միայնակ, թե ուրիշներ էլ եղել են, ովքեր օգնել են նրան։ Դատախազը հարցրեց Ունանյանին. «Ով է ձեզ օգնել այս գործողությունը պլանավորել»։ Ունանյանը պատասխանեց. «Ես գործել եմ միայնակ։ Ես ուներեի քաղաքական դրդապատճառներ»։ Բայց Գրետան չէր հավատում։ Նա հիշում էր այն անծանոթ մարդկանց, ովքեր եկել էին նրա տուն հոկտեմբերի 27-ի երեկոյան։ Նա հիշում էր այն նամակները, որոնք Վազգենը գրել էր, բայց որոնք երբեք չեն հասել նրան։ Նա հիշում էր բժշկական զեկույցները, որոնք ցույց էին տալիս, որ Վազգենը գտնվում էր ծայրահեղ սթրեսի տակ։ Դատական գործընթացը տևեց ավելի քան տարի։ Այդ ամիսների ընթացքում Գրետան ամեն օր գալիս էր դատարան։ Նա նստում էր նույն տեղում եւ լսում էր վկաների ցուցմունքները։ Մի վկան, Արսեն Խաչատրյանը, Վազգենի վարորդը, պատմեց այն մասին, թե ինչպես Վազգենը հեռախոսազանգ էր արել իր մորը հոկտեմբերի 26-ի երեկոյան։ Նա ասել էր իր մորը, վկայեց Արսենը, որ սիրում է նրան եւ որ ամեն ինչ արել է նրա համար։ Գրետան լսեց այս խոսքերը եւ սկսեց լալ։ Դա առաջին անգամն էր, երբ նա լաց էր լինում դատարանում։ Մեկ այլ վկան, դոկտոր Ավետիս Պողոսյանը, պատմեց այն մասին, թե ինչպես Վազգենը խոսել էր նրա հետ իր վախերի մասին։ Նա ասել էր, վկայեց դոկտորը, որ զգում է սպառնալիք իր կյանքին, բայց չէր կարողանում հստակ նկարագրել, թե ուրից է գալիս այդ սպառնալիքը։ Դատախազը հարցրեց դոկտորին. «Արդյոք Վազգեն Սարգսյանը նշել է որևէ անուն»։ Դոկտորը պատասխանեց. «Ոչ, նա հրաժարվել է անուններ տալ։ Նա ասել էր, որ դա ավելի անվտանգ է»։ Գրետան լսեց այս խոսքերը եւ հասկացավ, որ նրա որդին գիտեր ավելին, քան ասել էր։ Նա գիտեր, թե ով է սպառնում նրան, բայց չէր ուզում վտանգի մեջ դնել ուրիշներին։ Դատական գործընթացի ամենակարևոր պահը եկավ 2000 թվականի օգոստոսի 12-ին, երբ դատախազը ներկայացրեց նոր ապացույց՝ հեռախոսային գրառումներ, որոնք ցույց էին տալիս, որ Նաիրի Ունանյանը կապ էր ունեցել որոշակի անձանց հետ նախքան սպանությունը։ Դատախազը հարցրեց Ունանյանին. «Ով են այդ անձինք, որոնց հետ դուք խոսել եք հեռախոսով»։ Ունանյանը հրաժարվեց պատասխանել։ Նա ասաց. «Ես օգտագործում եմ իմ իրավունքը լռել»։ Գրետան զայրացավ։ Նա ոտքի ելավ եւ բարձր ձայնով ասաց. «Դուք պետք է ասեք ճշմարտությունը։ Դուք պետք է ասեք, թե ով է օգնել ձեզ սպանել իմ որդուն»։ Դատավորը խնդրեց Գրետային նստել, բայց Գրետան շարունակեց. «Իմ որդին գիտեր, որ վտանգի մեջ է։ Նա գիտեր, որ կան մարդիկ, ովքեր ուզում են սպանել նրան, բայց նա չէր վախենում։ Նա գնաց այդ ժողովին, որովհետև դա նրա պարտականությունն էր։ Եվ հիմա դուք պետք է ասեք, թե ով է կանգնած այդ սպանության հետևում»։ Դատավորը կրկին խնդրեց Գրետային նստել։ Այս անգամ Գրետան հնազանդվեց, բայց նա շարունակեց նայել Ունանյանին, սպասելով պատասխանի։ Ունանյանը սակայն շարունակեց լռել։ 2000 թվականի դեկտեմբերի 23-ին դատարանը հրապարակեց իր վճիռը։ Նաիրի Ունանյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Նրա համախոհները նույնպես ստացան երկար ժամկետով ազատազրկման դատավճիռներ,
Բայց Գրետայի համար այդ վճիռը բավարար չէր։ Նա ուզում էր իմանալ ամբողջ ճշմարտությունը։ Նա ուզում էր իմանալ, թե ով էր իսկապես կանգնած նրա որդու սպանության հետևում։ Դատարանից դուրս գալիս Գրետան տվեց հարցազրույց լրագրողներին։ Նա ասաց. «Ես չեմ հավատում, որ Նաիրի Ունանյանը գործել է միայնակ։ Ես հավատում եմ, որ կան ուրիշներ, ովքեր օգնել են նրան, եւ ես կշարունակեմ պայքարել, մինչեւ որ ճշմարտությունը բացահայտվի»։ Այդ խոսքերը դարձան Գրետայի կյանքի խորհրդանիշը։ Նա շարունակեց պայքարել արդարության համար մինչև իր վերջին օրերը։ 2012 թվականի մայիսին, 13 տարի անց Վազգեն Սարգսյանի սպանությունից, Գրետան ստացավ անանուն նամակ։ Այդ նամակում գրված էր. «Տիկին Սարգսյան, եթե ուզում եք իմանալ ճշմարտությունը ձեր որդու սպանության մասին, եկեք Երևանի կենտրոնական պուրակ մայիսի 15-ին ժամը 3-ին»։ Գրետան, ով այդ ժամանակ արդեն 81 տարեկան էր, որոշեց գնալ։ Նա չէր վախենում։ Նա ուզում էր իմանալ ճշմարտությունը, անկախ նրանից, թե ինչ կլինի։ Մայիսի 15-ին ժամը 3-ին Գրետան եկավ պուրակ։ Նա նստեց նստարանի վրա եւ սպասեց։ 10 րոպե անց մի անծանոթ մարդ մոտեցավ նրան։ Նա նստեց Գրետայի կողքին եւ ասաց. «Տիկին Սարգսյան, ես գիտեմ ճշմարտությունը ձեր որդու սպանության մասին»։ Գրետան նայեց նրան։ Այդ մարդը թվում էր 60 տարեկան։ Նա կրում էր սև ակնոց եւ ուներ էր մոխրագույն մորուք։ «Ով եք դուք»։ հարցրեց Գրետան։ «Դա կարևոր չէ», պատասխանեց մարդը։ «Կարևոր այն է, որ ես աշխատել եմ ազգային անվտանգության ծառայությունում։ Ես գիտեմ, թե ինչ է իսկապես տեղի ունեցել 1999 թվականի հոկտեմբերի 27-ին»։ Գրետան զգաց, որ նրա սիրտը սկսեց ավելի արագ բաբախել։ «Ասացեք ինձ», ասաց նա։ Մարդը նայեց շուրջը համոզվելու, որ ոչ ոք չի լսում։ Ապա նա սկսեց խոսել։ «Տիկին Սարգսյան», ասաց նա, «ձեր որդու սպանությունը չէր պատահականություն, դա եղավ պլանավորված գործողություն։ Նաիրի Ունանյանը չէր գործում միայնակ, նրան օգնում էին բարձրաստիճան պաշտոնյաներ»։ «Ով»։ հարցրեց Գրետան։ Մարդը լռեց մի քանի վայրկյան։ Ապա նա ասաց. «Ես չեմ կարող ասել անուններ, դա շատ վտանգավոր է, բայց ես կարող եմ ասել, որ այդ մարդիկ դեռևս իշխանության մեջ են»։ Գրետան զգաց, որ նրա ձեռքերը սկսեցին դողալ։ «Բայց ինչու»։ հարցրեց նա։ «Ինչու են նրանք ուզել սպանել իմ որդուն»։ Մարդը նայեց նրա աչքերին։ Որովհետև նա գիտեր շատ։ Նա գիտեր այնպիսի գաղտնիքներ, որոնք կարող էին փոխել ամեն ինչ, եւ նրանք վախենում էին, որ նա կխոսի։ Գրետան լռեց։ Նա հիշեց իր որդու վերջին խոսքերը, նրա վախերը, նրա գիշերային ճչալները երազում։ Նա հիշեց բոլոր նախազգուշացումները, բոլոր նշանները։ «Ես միշտ գիտեի», ասաց Գրետան։ «Ես միշտ գիտեի, որ դա չէր պատահականություն»։ Մարդը կանգնեց։ «Տիկին Սարգսյան, ես ասացի ձեզ այն, ինչ կարող էի ասել, բայց խնդրում եմ, եղեք զգույշ։ Այդ մարդիկ դեռևս հզոր են»։ Նա հեռացավ, թողնելով Գրետային միայնակ նստարանին։ Գրետան նստած էր եւ նայում էր երկնքին։ Նա մտածում էր իր որդու մասին, նրա վերջին խոսքերի մասին, նրա վերջին գրկախառնման մասին։ Նա գիտեր, որ ճշմարտությունը երբեք ամբողջությամբ չի բացահայտվի, բայց նա նաև գիտեր, որ իր որդին չէր մահացել զուր։ Նա պայքարել էր այն բանի համար, ինչի հետ հավատում էր, եւ այդ պայքարը, որքան էլ ցավալի լիներ նրա ավարտը, արժանի էր։ Գրետան կանգնեց եւ սկսեց քայլել դեպի տուն։ Նա գիտեր, որ շարունակելու է պայքարել արդարության համար, մինչև իր վերջին շունչը։ Դա էր միակ բանը, որ նա կարող էր անել իր որդու հիշատակի համար, եւ այդպես էլ եղավ։ Մինչև իր վերջին օրերը Գրետա Սարգսյանը շարունակեց հարցնել, խնդրել, պահանջել ճշմարտություն։ Նրա ձայնը դարձավ խորհրդանիշ բոլոր այն մայրերի համար, ովքեր կորցրել են իրենց զավակներին քաղաքական բռնությունների պատճառով։ Բայց մինչև վերջ ճշմարտությունը մնաց թաքնված։ Անունները, որոնք Վազգենը գիտեր, երբեք չեն հրապարակվել։ Փաստաթղթերը, որոնք նա գրել էր, երբեք չեն հայտնաբերվել։ Եվ այն մարդիկ, ովքեր կանգնած էին նրա մահվան հետևում, մնացին իրենց տեղում, իշխանության մեջ, պաշտպանված լռությամբ եւ վախով։ Բայց պատմությունը չի մոռանում։ Եվ Գրետա Սարգսյանի պայքարը, Վազգեն Սարգսյանի զոհաբերությունը մնացին որպես հուշագիր այն ժամանակների մասին, երբ ճշմարտությունը եւ արդարությունը ավելի թանկ էին կյանքից։